Շնորհակալության մասնավոր խոսք ունեմ եմ տարիներու քարտուղարուի Թամար Սնաբյան Սուրջանին, որ այս տարիներու ընթացքում առավել եւ առավել փորձառություն ցերցկելով քարտուղարու եմ շատ ավելին ինձ համար կարելի օգնական։ Շնորհակալություն Սակո Կասաբյանին գողքի ձևավորման համար, ինչպես մյուս հադորներուն, նաև այս հադորին։ Եվ ինչպես կտեսնեք այստեղ մեծատիր նկարը Ռուբեն Զարդարյանի, անշուշտ որ 100, 110, 120 տարի առաջ առնված ուսանգար այս համայնքություններ, բայց շնորհիվ Սակոյին դեսեք ինչ սքանչելի գործ է։ Շնորհակալություն, հատուկ շնորհակալություն Քիրքի հարաճապան նկրող ընկերգար Հովհաննեսյանին, որ այնքան հմդալից կերպով ուսումնասիրած է Ռուբեն Զարդարյանի կյանքը եւ գործունեությունը իբրև ծանոթ քրող, մանկավարժ եւ հրապարակախոս։ Շնորհակալություն նաև ձեր համբերության համար։ Ընթերցողներուն ուշադրություն են պետք է վրիպածելա, որ վերջին տարիներուն իմ աշխատանքներս կենտրոնացած եմ առանցին քրողներու մտավորական, կուսակցական գործիչներու հեղափոխական մարդիկ, անոնց կյանքին եւ գործունեության։ Հիմա նամակներու միջոցով է, նամակներով, դժբախտաբար այսօր քրագանության այդ սերը մեռնելու վրա է։ Ժամանակից հաղորդակցության միջոցները այնպես գնեն, որ գրեթե նամակ գրող չկա այլևս, փոստադուն նամակ դանող եւ ղրգող չմնաց։ Բայց որ այդ նամակները հաճախ մեր քրողներու խոսքսանուց մասին է, մտավորականներու կողմէ գրված հսկա հարստությունը գաղացնեն։ Եվ այդ նամակներուն մեջ, կամ նամակներուն միջոցով հեղինակները կփոխանցեն բացի անձնական իրենց ապրումներեն, նաև իրենց դեսագետները, համոզումները այս կամ այն խնդրի մասին եւ ադով հարստացնեն մեր ժամանակից եւ քրագանությունը եւ պատմությունը։ Խոսքս ամբողջացնելու համար պետք է արտահայտվի այլ նյութիմը, որ խույս կուտա իմ առայժմ ինձ մե գներեք, բայց որ գուկա։
ձեր ընթերցողի ուշադրութենն ինչպես կսեի վրբաց պետք չէ լավ որ վերջին դարիներուն իմ աշխատանքներս գետրոնացած են առավելապար մեր ծանոթ գրողներու կամ կուսակցական գործիչներու նամակներուն վրա ինչպես սկսյալ Արամ Մանուկյանեն մինչև գուսակցության, տաշնակցության հիմնադիր երրորդությունը Անտրանիգը, ասկայիներոս Անտրանիգը, որքան որ անսպասելի թվի, որ անկրակետ մոտավորապես մարդը գրնա նաև կրական ստեղծագործություններ ունենալ, բայց ադիգա ունեցավ մինչև շատ ուրիշներ, ինչպես վերջին հադորը բանի մասին, խոսքը, Ռուբեն Զարդարյանի մասին։ Ռուբեն Զարդարյանը ծանոթ գրող մտավորական մարդ է, սակայն իր գուսակցական գործունեությունը, բացի ուրեմն հայտնի գրող լալեն և հրաբարակախոս, իր գուսակցական գործունեությունը կմնար անծանոթ։ Այս նամակներու շնորհիվ է, որ կբացվի օրինակի համար 1897 թվականին 1903 իր խարպետ գտնված միջոցին գրած նամակները Տաշնակցության դարբեր մարմիններուն սկսել Ամերիկայի գետրոնական կոմիտեին մինչև Թրոշակի խմբակրությունը Ժնև Թրոշակի խմբակրությունը այդ դարիներուն միևնույն ժամանակ մեր արևմտյան բյուրոյի բյուրոն դարձավ եւ երբ որ գսվեր Թրոշակի խմբակրություն 1898-ին ետքը պետք է հասկանալ բյուրոյին, արևմտյան բյուրոյին է, որ գողվեին։ Այդ նամակները կբացահայտեն իրողությունը, որ մինչև հիմա կմնար ինչպես անծանոթ, անոր Տաշնակցությունը, ինչպես հիշվեցավ խոսողներու կողմէ, հաստատված է խարպերտի շրջանին մեջ, առհասարակ կուսակցության պատմությունը, երբ որ կսերդենք, տեսնենք, որ կխոսվի Սասուն Դարոնի մասին, Վան Վասպուրականի մասին, Գառնո մասին, բայց խարպերտի մասին հիշադակություն չկա։ Այս նամակներն է, որ կբացահայտեն, որ այնտեղ այո գործունեություն եղած է սկսյալ իշյալ դարիներեն եւ ադոր մեջ թեր ունեցած է առաջին արիթով ինքը Ռուբեն Զարդարյան նախ իբրև հնչակյան մարմնի ներկայացուցիչ, ապա հնչակյան գուսակցությունը փոխարինող Տաշնակցության գետրոնական կոմիտեի անդամեն ավելի ներկայացուցիչներ, որովհետև ինք էր, որ գահորդակցեր գուսակցության գետրոնական մարմիններուն հետ, ինչպես վեցավ Ասլան ծածկանունով։ Ռուբեն Զարդարյանը իբրև գրող եւ հրաբարակախոս ինչպես վեցավ շատ ծանոթ դեմք էր, բայց իբրև գուսակցական գործիչ անալ մարտական ասպարեզի մեջ կմնար անծանոթ։ Ցեզի ներկայացվեցավ մանրամասն կերպով հատկապես ընկեր Ջիմբաշյանի կողմէ, մանրամասն կերպով ներկայացվեցավ իր գործունեությունը այդ դարիներուն։ Զարդարյանը հետագային շարունակեց անշուշտ
շատ ծանոթ է անոր գործունեությունը ոչ միայն մտավորական գրող, հրաբարակախոս, խմբակիր, որտեվ երբ որ Բուլղարիա անցավ, Բուլղարիո մեջ հիմնեց շարժում թերթը եւ անոր խմբակիրներ մինչև Օսմանյան սահմանադրությունը 1908 թվականի, երբ որ կարելի ասել դպախրական սարքերով փոխադրվեցան Կոնստանտինոպոլից եւ այնտեղ դարձավ խմբակիրը նշանավոր մեր ազդամարդ թերթին։ Մահացավ, գիտեք, մահաներ, որ պատճառ դարձավ իր այդ գործունեության դադարեցման, մահ, որ սովորական մահ չէր, այլ թուրքական իշխանությունների կողմէ սկսված հայտնի հայասպանության առաջին հանգրվանը, երբ որ գրողներ, մտավորականներ, հայտնի դեմքեր ձերբակալվեցան եւ աքսորվեցան եւ այդ աքսորի ընթացքին անոնք ամեն մեկը տարբեր եղանակներով կդան իրենց վախճանը։ Լավ սիրելիներ, այսքան ունեի փոխանցելիք, դարձյալ շնորհակալություն ձեր ներկայության համար, ոչ միայն ներկայության, այլ նաև համբերանքին համար։